Բարի երեկո, եթերում Տոհմածառ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Տոհմածառ հաղորդաշարի ստեղծագործական կոլեկտիվը շնորհավորում է իր հայրենակիցների նոր տարին և Սուրբ Ծնունդը։ Այսօրվա հաղորդման թեման նվիրված է Զազա ժողովրդի ազգային ազատագրական շարժմանը ընդհանրապես և մասնավորապես Զազա և հայ ժողովրդի ճակատագրի նմանությանն ու տարբերությանը։ Առաջինը, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ներողություն խնդրեց Զազա ժողովրդից 1937-38 թվականներին կատարած ցեղասպանության համար, և երկրորդը, որ Ֆրանսիայի պարլամենտի ստորին պալատը ընդունեց որոշում հայոց ցեղասպանության մասին։ Երկար տարիների իմ հարաբերությունն է Զազաների հետ և նրանց պատմության հետ և հատկապես Գևորգ Հալաջյանի արխիվային նյութերի հետ, ես ուզում եմ համեմատական մտցնել, թե ինչու Զազա ժողովուրդը կարողացավ ստիպել թուրքական կառավարությանը ընդունել այն, ինչ պարտավոր էր Թուրքիան ընդունել նաև հայոց ցեղասպանության համար։ Բազմաթիվ մարդիկ կան, գիտնականներ, մտավորականներ, որոնք նույնիսկ Զազաներին չհանդիպելով կարծիքներ են ասում Զազաների մասին։ Իմ տեսանկյունով Զազաները չուսումնասիրված ժողովուրդ են մեր պատմության և պատմագրության մեջ։ Երկու հիմնական պատճառով։ Նախ, Զազաները 1453 թվականին, երբ թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, երբեք չենթարկվեցին թուրքական իշխանությանը։ Երկրորդը, Զազաները երբեք չընդունեցին իսլամը։ Եվ երրորդը, որ Զազաները իրենց ամբողջ ցեղասպանության պատմությունը ներկայացրեցին ազգային հերոսների դիմանկարներով, հիշելով ցեղասպանությունը, մեծարելով իրենց հերոսներին։ Հետագայում ես էլի կանդրադառնամ Զազաների ճակատագրին, Զազաների կենցաղին, բայց քանի որ տոնական օր է, ես ուզում եմ նախ օգտվելով առիթից ևս մեկ անգամ շնորհավորել Զազա ժողովրդին այդ պատմական հաղթանակի համար, որի պտուղները Զազաները պիտի քաղեն մեր հետ միասին, և կուզենամ, որ տոնական օրը տրամադրենք Զազա ժողովրդի մշակույթին։ Մինչև 2008 թվականը ինձ համար առեղծվածային ժողովուրդ էր, 2008 թվականից հետո ես սկսեցի փորփրել նրանց անցյալը և իմ համար բացվեց լայն հորիզոններ, որոնք հետագայում քննարկելու, ուսումնասիրելու հսկայածավալ նյութեր են։ Ինչու՞, որովհետև մի քանի տարվա ուսումնասիրությունները, նաև Գևորգ Հալաջյանի արխիվային նյութերը ցույց տվեցին, որ շատ քիչ չարչարանքով կարելի է մոտավորապես մեկ ամսում 1000 բառ գտնել, որտեղ հայերենն ու զազայերենը նույն իմաստն ունեն։ Եվ խոսելով զազայական մշակույթի մասին, ասեմ, որ Զազաները ավանդապահ ժողովուրդ լինելով հանդերձ, որոնց ես անդրադարձել եմ մեր նախկին հաղորդումների ժամանակ, նաև պայքարի ուրույն ձև ունեն, և պատահական չի, որ հենց այսօր էլ թուրքական իշխանությունների համար ամենավախենալու տարածքը Դերսիմի, այսինքն Դերջանի նախկին գավառն է, որտեղ ինչպես 15-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում թուրքական իշխանությունները որսորդական հրացաներ էլ թույլ չէին տալիս օգտագործելու։ Եվ չնայած դրան, Զազա ժողովրդի ազգային ազատագրական պայքարը ստիպեց ընդունել այդ ներողությունը։ Դա կունենա իր հետևանքները, ես հավատացած եմ, բայց այսօր ուզում եմ մեկ համեմատություն մշակույթի, հատկապես երգարվեստի մասին, որ ավելի լավ, քան Լիլիթ Սիմոյանը չի ասի։ Զազա Ալևի կամ Դայլամի ինքնանվանումն ունեցող ժողովուրդը շատ հին ժողովուրդ է, առաջին հիշատակությունը ամենահին, որ ինձ հայտնի է գրավոր աղբյուրներից, դա Բարդացան ուրհայեցու տեքստերից հայտնի ուրեմն Զազի ժողովրդի ավանդույթների մասին է, և այն ժամանակ արդեն հասկանալի էր, որ Զազաների մշակույթը մտնում է հայկական լեռնաշխարհի ընդհանուր մշակութային դաշտի մեջ։
Այսինքն, եթե մենք այսօր կարող ենք խոսել այն մասին, որ Զազան առանձին ժողովուրդ է, ապա գուցե թե սրանից դեռևս 2000 կամ 2500 տարի առաջ Զազաները հայերի հետ կազմել են միևնույն էթնիկ միությունը։ Նրանք չեն ընտրել քրիստոնեություն որպես իրենց կրոն, չնայած դրան պահպանել են շատ հարուստ ոչ նյութական մշակութային ժառանգություն եւ այսօր հանդես են գալիս որպես իսկապես հնագույն ակունքների կրող, որտեղ կարելի է գտնել նախաքրիստոնեական, հեթանոսական զարգացած եւ արխայիկ շրջանի բազում հետաքրքիր նյութեր։ Բայց ինչն է ամենազարմանալին, որ իրենք պաշտում են նույն Սուրբ Սարգսին, ունեն առասպելներ նվիրված նույն հերոսներին, ինչ որ հայ ժողովուրդը, եւ պահպանել են իրենց գեղեցկագույն հնագույն երաժշտությունը եւ վոկալ եւ գործիքային իր ձևի մեջ։ Այդ երաժշտությունը առաջին իսկ հնչյուններից թողում է ու ես լինելով մասնագետ չեմ կարող առաջին տպավորությունիցս ազատվել մինչև այժմ, որ դա նույն հայկական երաժշտությունն է, գուցեև լեզուն չենք հասկանում, վերջո կամ բարդ բարբառներ որոնք նույնպես չենք հասկանում, բայց միշտ զգում ենք, որ երաժշտական լեզուն հայերենն է։ Ավելին ես ձեզ ասեմ, որ մի փոքր ավելի մոտիկից նյութեր հավաքելով եւ շփվելով Միքայել Ասլանի հետ, որը այսօր փաստորեն մեր ձեռքն ընկած միակ Զազա երաժիշտն է, պարզեցինք, որ նույն հայկականն են, սկսած ասենք թոնդիր կամ մարդոն բառից, թոնիր եւ մարդ, որ նշանակում է, խոտերի անուններով, ծաղիկների անուններով, լեռների եւ ձորերի բուն հայկական անուններով, որոնց շուրջ իհարկե նույնպես հյուսված են բուն հայկական առասպելներ, զրույցներ, զարմանալի ժողովուրդ է Զազան, որ պետք է անպայման ուսումնասիրվի, ես կարծում եմ, որ մեզ մեծ հայտնություններ են այդ ուղղության վրա սպասում։ Միքայել Ասլանին որպես երաժիշտ իմ այսպիսի շատ բարձր գնահատականն է այն, որ ես երբեք կյանքումս այս մակարդակի սազահար չեմ լսել։ Նույն մշակութային դաշտում ապրել են ուրիշ ժողովուրդներ, որոնց երաժշտական մտածողությունը, այդ թվում իդեպ քրդերը, մեր հետ մեր կողքին այսօր ապրող նաև նրանց երաժշտական մտածողությունը շատ ավելի շեշտակի է տարբերում հայկականից, քան Զազաների երաժշտական մտածողությունը, եւ դա կարելի է եւ գիտականորեն հիմնավորել, եւ կարելի է ուղղակի լսել սովորական ոչ մասնագետի ականջով, նրանք անմիջապես իբրև թե հասնում են հայի հոգուն ու ինչ որ բաներ են արթնացնում մեր հոգու ներսում։ Ամենապարզ ձևով, եթե մենք ուղղակի դնում ենք հայկականը այս երաժշտության կողքին, մենք գրեթե ոչ մի տարբերություն չենք կարողանում տեսնել։ Այսինքն սկսած ձայնակարգային եւ ռիթմական մտածողությունից, սկսած ձայնային խաղիկներից, որոնք կատարում են եւ գործիքների վրա, եւ մարդկային ձայնով, այսպիսով իսկ եթե մենք ընկալում ենք, որ սա կարող է լինել միջերկրածովյան մշակույթի մի մասը, ապա առավել մոտը երաժշտական մշակույթներից զազակի մշակույթներին անշուշտ եւ անկասկած հայկական երաժշտությունն է։
գուցեև այսօր նույնիսկ դա կարող է չափանիշ ծառայել, թե այն ինչ որ դուրս է գալիս Զազայի եւ հայկական երաժշտության նմանության եւ ընդհանրության սահմաններից, կարելի է խոսել որպես գուցե թե դրանք փոխառության արդյունք են։ Ճիշտն ասած, ինչ շատ համոզում են իհարկե Միքայելի խոսքերը այն մասին, որ հազարամյակներով իրար կողք կողքի ապրած ժողովուրդները չեն կարող չփոխազդել, բայց կներեք, մենք հազարամյակներով ապրել ենք պարսիկների կողքին, հազարամյակներով ապրել ենք արաբների, հույների, ասորիների կողքին եւ չնայած դրան առավել նմանը հայկական երաժշտական լեզվին հենց Զազակի երաժշտական լեզուն է։ Այսօր մեզ մոտ հույր են Զազա երաժիշտներ Միքայել Ասլանը, Լևենտ Գունեշը եւ Զաֆար Քուչուկը։ Ես նախորդ ուզում եմ ասել մեր սիրելի հայրենակիցներին, որ Միքայել Ասլանը Զազա է, Լևենտ Գունեշը Զազա է, տատիկի կողմից հայ է, Զաֆար Քուչուկը Զազա Ալևին է։ Այնպես որ
ազգային հարցը այստեղ չի դրվում, մեր խնդիրը զուտ մշակութային կապեր են, եւ ես այսօր ձեզ ներկայացնում եմ այս փետակ ծրագիրը, որտեղ շատերի մոտ կարող է առաջանալ ինչ է փետակը։ Փետակը գալիս է Միրան Թումաչյանից, երբ որ մեծ եղեռնից հետո մեղվի նման իրենք հավաքել են հայոց մնացած երգերի նշխարքները, փոխել են մեզ։ Բայց փետակը հայերեն եւ զազայերեն նշանակում է կամ նույն անվանումն ունի եւ մենք այդ դրեցինք ելնելով Միրան Թումաչյանի այս նկատառումներից։ Սա առաջի դեպքն է, որ մարդիկ տեսնում են զազա երաժիշտի կամ զազա քաղաքացու։ Այս ծրագիրը, որ ես այսօր ամփոփում եմ, իմ 3 տարվա կամ մեր 3 տարվա աշխատանքի արդյունքն է, շնորհակալություն։ Որն է զազա ժողովրդի ինքնապահպանման առանձնահատկությունները։ Առաջինը, որ ես նկատեցի 1997 թվականն էր, երբ որ Դերսիմում շրջակա գյուղերից մեկում պտույտի ժամանակ տեսա մի հաստուխ կնոջ, որը խմորն անելուց խմորի վրա խաչ արեց։ Այս սովորությունը յուրաքանչյուր հայ գիտի իր մոր կամ տատի խմոր ունցելուց։ Չնայած նա քրդախոս էր, բայց իմ հարցին պատասխանեց, որ իրենց մեծերը այդպես են արել։ Դրանից հետո ես հանդիպեցի գյուղացիների եւ սկսեցի հետաքրքրվել գյուղացիական գործիքների անվանումները, հատկապես փոცხ, եղան, մեղ, ուրակ, այդ անվանումները մաքուր հայերեն էին։ Կարող է ինչ-որ բաներ բարբառով, բայց շատ տիպիկ էր։ Երբ Միքայել Ասլանը եկավ Հայաստան, ընդամենը 2 օրվա ընթացքում մենք մոտավորապես 40 բառ նույնացրեցինք, ինչպես փետակը, որը դառավ այդ ձայնասկավառակի անունը, այնպես նաև ռեհանը, խաշը, խորովածը եւ բազմաթիվ այլ բառեր։ Զազաները իրենց տեսակով բնապաշտ են եւ պատահական չի, որ Անահիտ Աստվածուհու դամբարանը գտնվում է հենց Դերսիմի տարածքում։ Եվ ըստ պատմիչների ես այսօր եւս համոզվում եմ, որ Դերսիմի ազատատենչ ժողովուրդը քրիստոնեություն չի ընդունել եւ պայքարել է քրիստոնեություն տարածողների դեմ եւ այդպես գնացել ծվարել է Մանզուր լեռան ստորոտում, որը կոչվում է նաեւ Արգյուտ լեռ։ Զազա ժողովուրդը պահպանում է մշակութային բոլոր արվեստի լեզուները, պարը, երգը, ավանդությունները եւ հատկապես ծեսերի վրա կանգ առնեմ, որ ծիսական է նրանց անտառապաշտությունը, ջրապաշտությունը, քարապաշտությունը եւ պատահական չի, որ Դերսիմի ամբողջ տարածքը գտնվում է կուսական մաքրության մեջ։ Այստեղ չես գտնի մեկ անտառ հատող, չես գտնի մեկ ծառ կտրող, չես գտնի մեկ բնություն ավերող։ Ահա այս միջավայրի մեջ էր, որին իմ սերունդը շատ լավ ծանոթ է, որովհետև մենք էլ մեր պապերից ստացանք ջուր չախտոտելու, օդը չախտոտելու, անտառը չոչնչացնելու, այսինքն սրանք հիմնական դաստիարակության մեթոդներն էին այսօրվա
խոսքերով ասած, որ դերսիմցիները սերնդեսերունդ փոխանցել են մինչև մեր օրերը։ Այդպես էլ փոխանցվել է նաև ավակին պաշտելու սկզբունքը եւ պատահական չի, որ դերսիմի փիրերը, սեիդները սրանք ոչ թե հոգևորականներ էին իրենց լայն իմաստով, այլ սրանք ժողովրդի մտավոր կարողությունների անբարող սիմվոլներն էին եւ իմ հանդիպման ընթացքում փիրը ընդունվում էր Զազա ժողովրդի կողմից որպես հոգևոր առաջնորդ, թե ինչ կար նրանց հոգու խորքում, դա ժամանակի ընթացքում ցույց կտան։ Դժբախտաբար խորհրդային պատմագրության ընթացքում Զազա ժողովրդի նկատմամբ որևէ վերաբերմունք չի եղել, որտեղ չի եղել նաև Գևորգ Հալաջյանի նյութերի հրատարակումն ու մեկնաբանումը, փակ է եղել դաշտը, իսկ Գևորգ Հալաջյանը մի եզակի ազգագրագետ էր, որը ծնվելով հայի ընտանիքում դառնում է Զազայի որդեգրած զավակը եւ իրեն ամբողջ իմաստությամբ, կարողությամբ եւ գիտելիքներով ավելի լավ երբեք չի ներկայացվել Զազա ժողովրդի ինքնություն հաստատող բոլոր փաստերը։ Եվ այսօր ես, երբ որ հանդիպում եմ Զազա գիտնականներին, որոնք ուզում են զբաղվել իրենց արմատներով, ես ասում եմ, որ աշխարհում այսօր չեք գտնի որևէ մեկը, որը կարողանա այդպիսի մանրամասնորեն նկարագրի դերսիմը եւ Զազաներին, քան Գևորգ Հալաջյանը։
Շուպեսեված մահետրում Հերթը կոմուդու աղմըբու Սարկատուստու բրայենը Աշիու սարբստինը Սարկատուստու բրայենը Աշիու սարբստինը Շուպեսեված մահետրում Հերթը կոմուդու աղմըբու Շուպեսեված մահետրում Հերթը կոմուդու աղմըբու Հանդիպումների ժամանակ նաև կան հսկայական փաստեր, երբ որ Զազա ժողովուրդը մեծ եղեռնի ժամանակ իրենց կյանքի գնով, գյուղի կյանքի գնով կարողացել են թաքցնել հայերին, փրկելով նրանց կյանքը։ Ահա այսպիսի ժողովուրդ է Զազա ժողովուրդը, որը այս ճանապարհները բացվելուց կամ երևույթները մեկնաբանելուց հետո արդեն ցույց է տալիս իր դեմքը որպես մի ժողովուրդ, որի քանակը կարծում եմ 5-6 միլիոնից պակաս չի այսօր եւ Թուրքիայում եւ Թուրքիայի տարածքից դուրս։ Եվ եթե համեմատելու լինենք քրդերի հետ, ես ուզում եմ մեկ ուղղակի համեմատություն բերել, որ քրդերը մինչև 2006 թվականը երբեք չէին ասում, որ իրենք քուրդ են, երբեք չէին խոսում քրդերեն, իսկ զազաները իրենց ամբողջ կյանքի ընթացքում չեն ենթարկվել թուրքական բռնակալության որևէ ճնշմանը եւ իրենց կյանքի ընթացքում բազմաթիվ հերոսներ են դրել ազգի պահպանման զոհասեղանին եւ այսօր տարել են շատ կարեւորագույն հաղթանակ, որը իմ կարծիքով նաեւ ուղիղ հարթի զարթնող քրդերին, ալևիններին, գորանիներին, սորանիներին եւ մյուսներին։ Եվ ես շատ հպարտ եմ, որ առաջինը ես հնարավորություն տվեցի Զազա երաժիշտներին գալ Հայաստան, շփվել հայերի հետ, ձեռք բերել բարեկամներ եւ իմ կարծիքով այն ճանապարհը, որ ես բացել եմ, շատ կարեւոր էտապ է Զազաներից սովորելու բնապաշտությունը, հայրենասիրությունը, հայրենապաշտությունը եւ ազգապաշտությունը։